Նախագծերի փաթեթով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս բացառությամբ կրշափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա, սա փաստացի գործող կարգավորումով։ Որպես այլընտրանք դիտարկում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։ Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում։ Այստեղ ևս սահմանված է բացառություն կրշափաթեթավորման համար օգտագործվող կապարիչով պլաստիկից տարաների համար։ Որպես այլընտրանք դիտարկում են թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթի տեղից պատրաստված տարաները։ Սույն նախագծերով սահմանված արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության առաջին դեպքում նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում կնշանակվի 100,000-ից մինչև 150,000 դրամ տուգանք։ Հիշեցնեմ, պարոն վարչապետ, որ այս պահին գործող կարգավորումներով տուգանքը նախատեսվում էր 30,000-ից 100,000 դրամ։ Վարչական իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է շուկայի վերահսկողության տեսչական և տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ։ Մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական և առողջապահական կարևոր նշանակություն ունի։ Այն համահունչ է նաև քիչ առաջ քննարկված առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագծի տրամաբանությանը, քանի որ այս նախագիծը կանխարգելում է շնչառական հիվանդությունների և քաղցկեղի ռիսկը։ Մեկանգամյա պլաստիկ թափոնները համարվում են բնության աղտոտման հիմնական աղբյուրներից, նպաստում են միկրոպլաստիկի կուտակմանը, որը վտանգ է պատճառում թե կենսաբազմազանությանը և թե մարդու առողջությանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ շրջակա միջավայրի պահպանությունն ու հանրային առողջության պաշտպանությունը փոխկապակցված գործընթացներ են, և դրանց լուծումը պահանջում է համակարգային մոտեցում և հետևողական քաղաքականություն։ Հարգելի գործընկերներ, կարևոր եմ համարում նշել նաև, որ այս քայլը կներկայացնի Հայաստանը որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն, հանդիսանալով հզոր ազդակ միջազգային հանրությանը Հայաստանում անցկացվելիք COP17 միջազգային համաժողովի նախաշեմին։ Խնդրում եմ հավանության արժանացնել ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթը։ Մյուսն նոր քվեարկենք, շատ լավ։ Ներկայացնում եմ արտադրական կեղտաջրի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը մշակվելի կատարում կառավարության 2021-26 թվականների միջոցառումների ծրագրին նախագծով սահմանվել են արտադրական կեղտաջրի նախնական մաքրման պահանջներ, որոնք լիովին համահունչ են ԵՄ դիրեկտիվներին և մասնավորապես համաձայն քաղաքային կեղտաջրի մաքրման մասին դիրեկտիվի արտադրական կեղտաջրերը, որոնք մտնում են ջրահեռացման համակարգեր և բնակավայրերի կեղտաջրի մաքրման կայաններ, պետք է ենթարկվեն այնպիսի նախնական մաքրման, որպեսզի առաջինը չվնասվեն ջրահեռացման համակարգերը, կեղտաջրի մաքրման կայանները և հարակից սարքավորումները, և երկրորդ չխոչընդոտեն կեղտաջրի մաքրման կայանի շահագործմանը և տիղմի մաքրմանը։ Համաձայն արդյունաբերական արտանետումների վերաբերյալ դիրեկտիվի, եթե արտադրական օբյեկտը կոլեկտորով է միանում քաղաքային մաքրման կայանին, անհրաժեշտ է նախնական մաքրում, եթե կեղտաջրերը կարող են վնասել կամ ծանրաբեռնել կայանը և եթե կան վտանգավոր նյութեր։ Նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական դրույթները։ Եթե արտադրական կեղտաջրի արտանետումն իրականացվում է կենտրոնացված ջրահեռացման համակարգով, ապա համակարգը պետք է ունենա բավարար թողունակություն և կեղտաջրի որակը պետք է համապատասխանի կեղտաջրի ջրահեռացման համակարգի արտանետման պահանջներին։ 2026 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվելու արտադրական կեղտաջուր արտանետողներին վերոնշյալ պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերն առանց նախնական մաքրում իրականացնելու արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ։ Նշեմ, որ արտադրական կեղտաջուր արտանետողները նախնական մաքրումը պետք է իրականացնեն տեղային մաքրման կառուցվածքներում իրենց միջոցներին հաշվին և տեղային մաքրման կառուցվածքների նախագծումը պետք է իրականացվի մասնագիտական կազմակերպությունների կողմից։
Նախագծի ընդունումը կօգնի ապահովել, որ արտադրական կեղտաջրերը համապատասխան ձևով մաքրվեն մինչև ջրահեռացման համակարգ արտանետվելը։ Դա կնպաստի ջրահեռացման համակարգերի եւ մաքրման կայանների պահպանությանը, դրանց արդյունավետ աշխատանքին, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Մաթևոսյան։ Առաջինը պլաստիկի հետ կապված, ես ուզում եմ մենք այսօրվանից արձանագրենք, թե ինչ է պետք, որպեսզի 2026 թվականի դեկտեմբերի 30 կամ չէ, դեկտեմբերի վերջին կառավարության նիստում մենք չպարզենք, որ վայ այդ սահմանված ժամկետը չի լինում, իրատեսական չի եւ եկեք հետաձգենք եւս ինչ որ մի ժամանակով։ Դրա համար պետք է, որ հիմա ասում ենք 2027 թվականի հունվարի 1-ից, այսօրվանից երեկվանից պետք է լիներ, լավ ենթադրենք երեկվանից, բայց այսօրվանից ամենօրյա ռեժիմով այդ թեմայով աշխատանք պիտի արվի։ Տնտեսվարողների հետ, նախ հանրային իրազեկման արշավներ պետք է տեղի ունենան եւ այլն եւ այդպես շարունակ։ Եթե անհրաժեշտ է, պետք է աջակցության ծրագրեր անենք տնտեսվարողների հետ, թե ոնց են պետք է բովանդակություն տանք, պետք է ծրագիր տանք իրանք, որովհետեւ այդ մարդիկ մենք բոլորս սովորենք աշխատել, ապրել պլաստիկի հետ։ Հիմա մենք այս բաները չենք արձանագրում, արգելել պլաստիկը, մենք գիտենք ինչ խնդիրներ կան պլաստիկի հետ։ Արգելել պլաստիկը կամ նրա մի հատվածը, նշանակում է մեր կյանքի մի հատվածը sense կտրել եւ դնել մի կողմ։ Դա ցավոտ է, որովհետեւ հիմա ինչքան էլ մեր օրգանիզմի մաս չի, չնայած հիմա ցավոք նաեւ մեր օրգանիզմի մաս է, բայց պլաստիկը փոկել այդ ցավոտ process է։ Մեզ թվում է թե ինչ է, դե կառավարության որոշումը օրենք ընդունեցինք, վերջ, լուծվեց։ Ոչ թե չի։ Մենք պետք է ուղեկցենք ամբողջ process-ը, հասկանանք մարդիկ ինչ խնդրեմ են, հետ են բախվում այս որոշման արդյունքում։ Այդ խնդրի լուծման մեր ճանապարհը եւ ընկալումը որն է եւ այլն եւ այդպես շարունակ։ Երկրորդ հարցի հետ կապված, այսինքն ես ակնկալում եմ, որ առաջիկայում մենք նաեւ աշխատանքային քննարկումների ժամանակ դուք ներկայացնեք, թե մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մենք ինչ պլան ունենք այս որոշումը կյանքի կոչելու համար։ Երկրորդ ընդհանուր առմամբ պարզ է, մենք էլի տրամաբանական ինչ որ առումով մենք տնտեսվարողներին ասում ենք, որ դուք պետք է ներդրումներ անեք, որպեսզի արտադրական կեղտաջրերը մաքրեք։ Բայց մենք դեռ մեր իրականության մեջ մի ուրիշ արձանագրում չենք արել, որ որևէ օգտագործված ջուր առանց մաքրման բնություն պետքա չվերադառնա։ Որևէ ջուր օգտագործելուց հետո առանց մաքրման բնություն վերադարձնելը դա բնապահպանական աղետ է։ Հետևաբար մենք ամեն օր եւ ամեն ուր ապրում ենք բնապահպանական աղետի պայմաններում։ Չի կարելի ուղղակի որևէ ջուր օգտագործելուց հետո բնություն վերադարձնել առանց մաքրման։ Եվ իհարկե մենք ինչ որ ձևով, ինչ որ փաստաթղթերում սա գիտենք, բայց մենք իրականացման մեծ խնդիրներ ունենք։ Մասնավորապես այսօր ես նույնիսկ չգիտեմ, մեր ընդհանրապես բնակավայր կա, որ օգտագործված ջրերի մաքրման գործող նորմալ կայան ունի։ Ես խիստ կասկածում եմ, որ համեն դեպս մենք այս թեմայով ռազմավարություն ունենք, համեցիկ։ Վարչապետ, ունենք հայեցակարգ առհասարակ ջրային կառավարման, սա կարևորագույն հարցերից մեկն է, ընդ որում մենք բաժանել ենք երկու մասի հարցը, այն մաքրման կայանները, որոնք գտնվում են Սևանի ավազանում, որովհետև սա միայն շրջակա միջավայր վերադարձնելու հարց չի, նաև Սևանի վրա ազդեցության հարց է, որը ունի մեզ համար շատ ավելի բարձր նշանակություն, եւ առաջնահերթորեն այն 3 կայանները, որոնք Մարտունիի, Գավառի եւ Վարդենիսի կայաններն են, քննարկում ենք, թե դրանք ինչպես պետք է բերել կենսաբանական մաքրման աստիճանի, որ կարողանանք չեզոքացնել։ Իհարկե խնդիրը շատ բարդ է, բայց ուզում եմ պարզաբանել մյուս կողմից, թե ինչով է բարդ, մենք պետք է աստիճանաբար խոսենք այն մասին, որ այն վճարումները, որ մենք կատարում ենք ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների դիմաց, իրենք վաղուց վերանայված չեն բովանդակությամբ
եւ ի սկզբանե նաեւ նախատեսված չի եղել, որ մենք դրանով վճարում ենք նաեւ մաքրման ծառայությունների համար։ Մենք պետք է գանք այն եզրակացության, ինչպես դուք նշեցիք արդեն, որ չվճարելով մաքրման ծառայությունների դիմաց մենք ըստ էության չենք վճարում ավելի առողջ սնունդ օգտագործելու համար, որովհետև այդ չմաքրվող ջրերը հետո ոռոգման համակարգի միջոցով գնում են դեպի բուսաբուծություն, հետո տարբեր կերպ վերադառնում են դեպի մեր սննդի տարբեր բաղադրիչներ։ Հետո մենք դրա համար վճարում ենք առողջապահության համակարգում։ Եվ մենք այո ունենք այդպիսի հայեցակարգային քննարկում, մենք նաև այս տարվա ընթացքում ռազմավարության մանրամասն քննարկումներ ենք ունենալու եւ առաջարկելու ենք լուծումներ, որոնք լինելու են ծախսատար, բայց բովանդակային առումով հարցը կարգավորելու նպատակ ունեցող։